մտավորական Գևորգ Յազիչյանը, հայտնի մտավորական, ինչպես նաև քաղաքացիական միավորում ՀԿ-ի նախագահ Աղասի Մանուկյանը երեկվանից սկսել են նստացույց Ազատության հրապարակում։ Պահանջը հետևյալն է՝ սահմանադրի ժողովի կազմում և նոր սահմանադրություն։ Միաժամանակ պահանջը կայանում է նաև ապրիլի 5-ի նախատեսված հանրաքվեի մասով, որտեղ մեր դիրքորոշումը այսպիսին է՝ այոն հավասար է ոչի, հավասար է Սերժի Կոստյումի լեգիտիմացում։ Այս բանը մի քիչ երևի մանրամասնելու կարիք ունի։ 2018 թվականին ժողովուրդը նույն այսօրվա վարչապետի գլխավորությամբ դուրս եկավ փողոց մերժելու ոչ թե Սերժ Սարգսյանի անձը, այլ Սերժ Սարգսյանի կառուցած համակարգը։ Իսկ համակարգի հիմքում դրված էր սահմանադրություն։ Այսինքն ժողովուրդը դուրս եկավ մերժելու այդ սահմանադրությունը։ Ապրիլի 5-ի հանրաքվեով ըստ տարբերակների, եթե քաղաքացին գնում եւ այո է քվեարկում, ավտոմատ կերպով քաղաքացին ասում է Սերժ Սարգսյանի այդ կոստյումի բոլոր հոդվածները լավն էին, բացի 214-րդ հոդվածից։ Այդ հոդվածը փոխենք եւ լեգիտիմացնենք Սերժի կոստյումը։ Եթե ոչ է ասում է լավ, այդ 214-րդ հոդվածները լավ է, լեգիտիմացնենք այդ կոստյումը ամբողջությամբ։ Կա այոյի դեպքում նաև մի շատ լուրջ ստորջրյակ, որի մասին ուզում եմ անպայման խոսել, դա այոյի քարոզարշավի հետևյալ պահն է։ Գործող տարբերակում Սահմանադրական դատարանի դատավորներին առաջադրում են նախագահ, ազգային ժողով, կառավարություն հերթականությամբ։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած տարբերակում լրիվ հակառակն է։ Առաջադրում են կառավարություն, ազգային ժողով, նախագահ։ Ինչ է ստացվում, այսինքն ժողովուրդը գնում է ընտրում է մի կուսակցություն, որ ձևավորում է օրենսդիրը, այդ օրենսդիրը ձևավորում է գործադիրը, ու գործադիրն է նշանակում է Սահմանադրական դատարանը։ Լիովին տալիս ենք մի կուսակցության բոլոր լծակների իշխանության 3 թևերի, իսկ ու զրկվում ենք ընդհանրապես զսպելու հնարավորությունից։ Այդ պատճառով Համահայկական ազգային համաձայնության պահանջը հետևյալն է, որ չեղարկել այս հանրաքվեն, որը հակաիրավական է, չնայած համապատասխանում է Սերժի գրած օրենքների տառին, բայց հակաիրավական է, չեղարկել այս հանրաքվեն, բացել քվեատուփերը, քանի որ դրանք պահպանում են 2015-ի հանրաքվեի քվեատուփերը, վերահաշվար կանել, նույն Փաշինյանի խոսքերով կեղծիքներով էր եւ սահմանադրությունը չի անցել։ Վերահաշվարկի արդյունքում, եթե հաստատվում է վարչապետի ասած խոսքերը, ավտոմատ կերպով եւ Հրաչ Թոմասյանն է պատասխանատվության ենթարկվում, եւ Սերժ Սարգսյանը, եւ ամբողջ վերնախավը։ Այսինքն այս հանրաքվեի, այսպես ասած, կրկեսը ամենևին այլ նպատակներ ունի, որոնց մասին երևի ճիշտ կլիներ, որ իրենք բարձրաձայնեին, այլ ոչ թե շեշտը տնեին Սահմանադրական դատարանի մի քանի անդամների փոխելու վրա, քանի որ այդ անդամներին փոխելու համար կարելի է ուղղակի վստահության հանրաքվե անել։ Ժողովուրդը գնար ու քվեարկեր, ոչ չեն վստահում ներկա Սահմանադրական դատարանի կազմին եւ հարցը լուծվեր։ Շնորհակալություն։ Ես մի քիչ կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչ մանիպուլյացիաներով է հիմա ընթանում այոյի քարոզարշավը, եւ այստեղ չափազանց մեծ վտանգներ եմ տեսնում ես մեր պետության կայացման ճանապարհին, որովհետեւ փաստացի ինչ է ստացվում, որ ընդամենը մեկ անձի ինչ-որ կմահաճույքներից է կախված, թե այսուհետ մեր երկրի վիճակը ինչ է լինելու։ Տեսեք, քարոզարշավի, այոյի քարոզարշավի մեխը այն է, որ քրեական գործերը մինչև վերջ չեն հասցվում, որովհետև Սահմանադրական դատարանում ունենք, երեք էլ հենց ընչեց այդ միտքը, ունենք մարդիկ, որոնք եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մարդիկ, նրանք խոչընդոտում են ամեն ինչի, համարյա հասավ նրան, որ քիչ էր մնում էլի ներդրումներ չլինելու համար մեղադրեն Սահմանադրական դատարանի անդամներին, եւ այս աբսուրդը, այս մանիպուլյացիաները, որոնք երբեմն հասցվում են աբսուրդին, ուրեմն ներկայացվում են ժողովրդին, ներկայացվում են որպես վերջին ճշմարտություն։ Ցավոք պիտի փաստենք, որ հիմա մեր ժողովրդի իրավական մակարդակն էլ այն աստիճանի չէ, որպեսզի լիովին հասկանա այս վիճակը, որ տիրում է, այս մանիպուլյացիաները եւ թե ինչ կա դրա հիմքում, եւ մարդիկ փաստացի գնում են այո ասելու բաց արձակապես առանց հասկանալու, թե իրենք ինչին են այո ասելու։ Իսկ ինչին են այո ասելու, բազմիցս մենք այդ մասին խոսել ենք, այստեղ ընդամենը անձնային խնդիր է, ինչ որ մի ժամանակ ուղղակի իրենց ջրերը նույն առվով չեն հոսել եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է ազատվել իրենցից։
Տեսեք, խոսում են իբր հանրաքվեն եւս մեկ մանիպուլյացիա, ժողովրդի կամարտահայտման ձևն է, բարձրագույն ձևն է։ Միանշանակ ժողովրդավարական պետություններում հանրաքվեն, այո, ժողովրդի կամարտահայտման ձևն է, մինչ այժմ դեռ մարդկությունը դրանց լավ ձև չի գտել, բայց հիմա հիշեք Տիգրան Մուկուչյանին, հիշեք իր ապարատը, այդ ապարատը ոչ միտեղ չի գնացել, այդ մարդը ոչ միտեղ չի գնացել եւ այդ նույն ապարատով որ տարիներ, տասնամյակներ շարունակ կեղծվել են մեզ մոտ ընտրությունները, հանրաքվեները, հա, կարծում եմ ոչ մեկի մոտ կասկած չկա, որ կեղծվել է։ Հիմա այդ նույն ապարատով մենք պիտի անցկացնենք ժողովրդավարական հանրաքվե, սա առնվազն ծիծաղելի է։ Կամ եթե ներկայիս իշխանությունը այդքան նախանձախնդիր է, որպեսզի նախկին կեղծարարներին տուն ուղարկի, այս դեպքում պիտի առաջին հերթին Տիգրան Մուկուչյանը տուն գնար, չէ՞, ոչ թե մնար իր պաշտոնին եւ հիմա ղեկավարեր այս հանրաքվե կոչվածը։ Այնպես որ այստեղ երբ դու խորն ես մտածում, դու իսկապես հասկանում ես, որ խնդիրը շատ լուրջ է։ Խնդիրը այն է զուտ, որպեսզի փոխվեն անձերը եւ Սահմանադրական դատարանում լինեն հլու հնազանդ կամակատարներ, ստեղծվի նույն իրավիճակը, ինչ հիմա մենք տեսնում ենք, խայտառակ ես կասեի իրավիճակը, ինչ մենք հիմա տեսնում ենք գործադիրում, ինչ մենք հիմա տեսնում ենք օրենսդիրում, եւ փաստացի ողջ այդ իշխանական տիրույթը, մեկ անձը ուզում է վերցնել իր ձեռքը, ստեղծել էլ ավելի այլանդակ կուսակցապետություն, քան Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Այստեղ ոչ մի ուրիշ խնդիր չկա, բացարձակապես այստեղ ոչ մի մոտիվացիա, ոչ մի պատճառ չկա, որևէ բարեփոխում հասնել։ Ամենադեպս այդպիսի նպատակ ներկայիս իշխանությունը բոլորովին չունի բարեփոխումներ, որոնք կծառայեն իշահ ժողովրդի եւ իշահ երկրի։ Կանգնեք փողոցում, հարցրեք ցանկացած, այսպես ասեմ, միջին վիճակագրական քվեարկողի, հա, ընտրողի, հարցրեք ինչին ես դու այո ասելու։ Առնվազն 90%-ը ձեզ չի կարողանալու պատասխանել, առնվազն 90%-ը ձեզ ասելու է, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը ասում է այո, դրա համար այո եմ ասում։ Սա ողբերգություն է պետության համար։ Ողբերգություն է ունենալ նման քաղաքացի, որը այդքան ցածր իրավագիտակից մակարդակի վրա է։ Եվ ես գրել էի այդ մասին եւ հիմա էլ կարծում եմ շատ կարեւոր է մի միտք ուզեմ բարձրաձայնել, որ հուսով եմ, հավատում եմ, որ մենք կունենանք վերջապես իրական սահմանադրություն, իսկական սահմանադրություն եւ ես շատ կուզեի, որ մեր նոր սահմանադրության մեջ լիներ մի շատ կարեւոր կետ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին իշխանության այն ներկայացուցիչները, որոնք գիտակցաբար ժողովրդին մոլորեցնում են, գիտակցաբար, ինչպես ասեմ, խեղաթյուրում են, հա, խնդիրը, խեղաթյուրում են, ներկայացնում են այնպես, ինչպեսին չէ, որտեղ մենք հիմա տեսնում ենք, որ ողջ այո քարոզ արշավը հիմնված է նրա վրա, որ Հրայր Թովմասյանը եւ մյուս 6 դատավորները իրենք հանցագործները եւ պիտի գնան տուն։ Իրականում այստեղ խնդիրը միայն այն է, որ ուղղակի փոխեն այդ մարդկանց տեղի ուրիշ մարդկանցով, այն մարդկանցով, որոնք հլու հնազանդ կանեն իրենց ցանկացած որոշումները, կդակեն իրենց ցանկացած որոշումները։ Հրայր Թովմասյանը միանշանակ նախորդ համակարգի դերակատարներից է եղել, դրանում կասկած չկա եւ ես չեմ կասկածում, այսպես ասեմ, որ այո, կեղծիքների մեջ ինքը իր դերը ունեցել է, բայց եթե խնդիր կա հանցագործին պատժելու, դրա համար շատ ավելի հեշտ ճանապարհ կար, ինչպես նշեց իմ գործընկերը, բացել քվեատուփերը, ապացուցել, որ եղել է կեղծիք եւ ավտոմատ անմիջապես այդ կեղծարարները կանգնում էին դատարանի առաջ։ Սա պարզից պարզ է, իհարկե սա պարզից պարզ է մարդկանց համար, որոնք հետաքրքրվում են, կարդում են, վերլուծություն են անում, հա, ոչ թե ասում են, դե եթե Նիկոլ Փաշինյանը ասեց այո, ուրեմն պիտի գնանք եւ այո քվեարկենք։ Կրկնում եմ, սա ողբերգություն է երկրի համար, եթե մենք նման քվեարկողներ ունենք եւ նման կերպ ենք մոտեցում պետության համար կարևորագույն հարցերի։ Ես չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը այն սկզբունքային անձնավորությունն է, որը միջև վերջ իրեն կարել է անցած տոտալիտարական ռեժիմի փեշերի հետ եւ առաջարկության դեպքում նա մեծ սիրով կծառայեր նաեւ այս իշխանություններին։ Ես այսպիսի համոզմունք ունեմ, որովհետեւ նրանք ովքեր իրենցից ինչ-որ մի արժեք են ներկայացնում քաղաքական առումով եւ կարող էին ինչ-որ ժամանակներում դառնալ ազգի նվիրյալ,
նրանց պետական ապարատը զանազան մանր-մունր հանցավոր առաջարկություններով, հեղինակ դարձնելով փչացնում է եւ կորցնում է նրանք իրենց ժողովրդական համարումը։ Այո, եւ խնդիրը հետեւյալն է, որ եթե նրան առաջարկություն արվեր, բայց ըստ երևույթին այստեղ իմ գոլեգաները ճիշտ են նշում, որ այստեղ հավանաբար կա ազնային հակակրանքի պահ, որ ինչ որ մի պահ նրանք բախվել են մեր վարչապետի հետ գործնեության տարբեր ոլորտներ կարող են լինել եւ այստեղ ուղղակի նրա անձի վրա վետո է դրվում համահայկական ազգային համաձայնությունը բնավ թող այն տպավորությունը չստեղծվի թե կանգնում է չգիտեմ Հրաշ Թովմասյանի կամ ինչ որ անձանց եւ կառույցների հետևում ցանկանալով նրանց պահպանել ոչ մեր վերաբերմունքը շատ հստակ հայտնեցինք այստեղ եւ մենք պետք է ասենք որ մեր տարբեր պահանջների մեջ մենք առաջարկում ենք պատասխանատվության ենթարկել մեր այսօրվա վիճակի համար բոլոր մեղավորներին ովքեր Հայաստանի անկախության օրերից սկսած առաջնորդել են մեր ազատության եւ անկախության շարժումը բայց ցավոք մեր ազատությունը չեղավ փայլուն եւ լուսաշող ինչպես մեր հազարավոր բառեր կազմված են լույս արմատից, ես որպես լեզվաբան եմ ասում, դա շատ զարմանալի մի երևույթ է, մենք աշխարհը լույսի մեջ լուսավոր տեսնող ժողովուրդ ենք եւ բոլորովին էլ մեր ազգային առանձնահատկություններից չի գալիս սևացնել ինչ-ինչ գործողություններ։ Ուղղակի մենք իսկապես շատ մռայլ իրականություն ենք ստեղծել մեզ համար, մեր սերունդների համար, մեր այսօրվա համար եւ այդ է պատճառը, որ քաղաքացին էլ շատ հուսահատված է, նա կորցրել է իրեն, նա չունի հավատ ապագայի նկատմամբ եւ այս խնդրի հետ կապված բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում, որոնք տանում են հարցի հեշտ լուծման ճանապարհով։ Բանն այն է, որ այո, այս այոն շատ-շատերը կընդօրինակեն վարչապետի խոսքից, շատ-շատերը ընդառաջ կգնան նրա այդքան մեծ ցանկությանը հագուրտ տալու ուրեմն կարիքներին, մարմաճներին եւ կգնան եւ կասեն այո, բայց ինչպես այստեղ ճիշտ կերպով նշվեց, թե այոն եւ թե ոչը, նրանք լեգիտիմացնում են, օրինական են դարձնում անօրինական ոչ իրավական հիմքեր ունեցող սահմանադրությունը, որովհետեւ ոչ միայն այս սահմանադրությունը, որը հանդիսանում է նախորդ 3 սահմանադրությունների, ինչպես ասենք, որ հակնոցի գույնն են փոխում ժողովրդի, որ սահմանադրությունը այլ լույսի տակ, այլ գույնի մեջ երևա, որտեղ նրանք բոլորն էլ հակաժողովրդական են եղել, հակադեմոկրատական են եղել, ապազգային են եղել։ Ես եւ այս ամբողջ զարգացումների ընթացքում տեսեք ինչն է այնտեղ ներկայացված, ասենք ջերմուկը ներկայացված է որպես ազգային արժեք։ Ազգային արժեքը չի կարող լինել ջերմուկը, նա կարող է լինել մեր հանրապետության արտարանքի առանձնահատկություններից մեկը։ Ազգային արժեքները դրանք շատ մեծ հասկացություններ են, որոնց հետ մեր անկախության շրջանի կառավարությունները, նրանց ղեկավարները զանազան տիպի խաղերով կամաց ոգեղինության մակարդակից մեզ տեղափոխում են դեպի նյութական աշխարհի մակարդակ, որտեղ, չգիտեմ, կուշտ ուտելը, չգիտեմ, կոկա-կոլա խմելը, ջերմուկ օգտագործելը եւ այլն, որոնք այս կամ այն առումով ծառայում են առանձին արտադրողների շահերին եւ դրանք փաստորեն առևտրական գովազդներ են եւ ոչ ավելին եւ ոչ մի բան չունեն ազգային արժեքների հետ, այս առումով իհարկե մենք հսկայական կորուստներ ենք տվել, գահավիժել է մեր գաղափարական մտայնությունը, ազգային մտայնությունը, որտեղ նախաքրիստոնեական շրջանից որպես միհրականություն արդեն Հայաստանից դուրս էր հորթել եւ վերցրել էր ամբողջ աշխարհը, Հնդկաստանը, Պարսկաստանը, Հռոմը, Բյուզանդիան, Հունաստանը եւ բնականաբար ամենտեղ երևում են այդ հետքը, թե ինչպես այս միհրականությունը տարածվեց եւ դրանից հետո իհարկե այսօր մենք ունենք այսպիսի հասարակություն, որը հոգնել է զանազան խոստումներից։ Գիտեք, հաղորդակցությունը շատ կարևոր հանգամանք է եւ եղել է ժամանակ, երբ որ մարդիկ հաղորդակցվել են մտարձակմամբ, տարածության վրա մտքերի արձակմամբ։ Սա իհարկե շատ հին անցյալ է եւ մեր օրգանիզմում պահպանվել են որոշակի օրգաններ, որոնք ցույց են տալիս, որ այսօր նրանք որևէ ֆունկցիա չեն կատարում մեր օրգանիզմի համար եւ ուղղակի այդ մտարձակման հետ կապված օրգաններ են։ Բայց հետագայում զարգացավ հնչյունային խոսքը, որով